Marshall Blog։ Եղեք տեղեկացված եւ ստացեք ձեզ հուզող հարցերի պատասխանները։ Ողջույն սիրելի ռադիո լսողներ, եթերում Marshall Blog-ն է, հուսով եմ լավ եք։ Ուզում եմ անդրադառնալ շատ կարևոր իրադարձության, որը տեղի է ունենալու մայիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ Երևանում տեղի է ունենալու Բելլա Պապիկյանի մենահամերգը։ Եվ ես այսօր ունեմ մեծ պատիվ խոսելու նրա հետ, որովհետև մշտապես հետևում է Instagram-ով, վայելում կատարումները եւ այսօր ունեմ այդ հնարավորությունը։ Սիրով ուզում եմ ներկայացնել, որ մեր տաղավարում է Բելլա Պապիկյանը, ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Ինչպես ասացի ամենասկզբում, հիմա էլ նշեմ, որ երբ հետևում եմ Instagram-ով, միշտ մտածում եի, որքան հաճելի զրուցակից դուք կլինեք, որովհետև այնքան հաճելի արտաքինելու եք։ Շատ շնորհակալ եմ։ Եվ վստահ եի, դա իրականացավ, հենց այդպես էր։ Շատ շնորհակալ եմ ինձ ձեր տաղավար հրավիրելու համար։ Շատ ուրախ եմ, որ իմ առավոտը սկսում եմ հենց այս հետ։ Ես էլ եմ շատ ուրախ, շատ շնորհակալ, բայց մինչ մենահամերգին անդրադառնալը, Բելլա, ես կցանկանայի խոսեինք ձեր անցած ճանապարհի մասին, ստեղծագործական ճանապարհի մասին, որտեղ եք սովորել եւ ինչու ընտրեցիք կանոնը։ Ուրեմն հենց ամենասկզբից սկսեմ։ Երաժշտությունը հենց ընտանիքից է սկսվել, որովհետև հայրս հենց երաժիշտ է ու նվագում է ազգային նվագարանների պետական նվագախմբում, Քամանչա, ու դե կանոնի ընտրությունը իրականում եղել է մայրիկիս կողմից, դե որպես ժողովրդական գործիք, աղջկան ավելի վայել, ես սկզբանե ուզում էի դաշնամուր նվագել, բայց ասեցին ծնողներս, որ եթե դաշնամուր նվագես, միայն նվագելու ես դաշնամուր, բայց եթե ընտրես կանոնը, արդեն դաշնամուրը պարտադիր լինելու է ծրագրի մեջ ու փաստորեն ճիշտ էին, չսխալվեցին, ես նաև հիմա դաշնամուր եմ նվագում։ Սկզբանե այդքան էլ չէի սիրում գործիքը, եթե անկեղծ ասեմ, բայց հետո երբ որ մասնակցում էի արդեն մրցանակաբաշխությունների, ինչ-որ ֆեստիվալների ու գրավում էի բարձր տեղեր, արդեն գործիքի հանդեպ ավելի շատ սեր սկսվեց ու սովորել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ավարտել եմ կոնսերվատորիան եւ կոնսերվատորիան ավարտելուց 1 տարի անց արդեն տեղափոխվել եմ Դուբայ, որտեղ ապրում եմ մինչ օրս։ Օրինակ մտածել եք ինչով է յուրահատուկ կանոնը, ինչով է ձեզ համար յուրահատուկ, ինչու, որովհետև գիտեք, երբ նայում ես ձեր ռիլերը կարճ, այնքան այսպես էսթետիկ, գեղեցիկ, հաճելի եք ներկայացնում, որ իսկապես նայում ես եւ սիրահարվում ես կանոնին։ Շատ շնորհակալ եմ։ Ես գործիքը շատ եմ սիրում ու քանի որ իմ մտածելակերպը ավելի շատ western է, ավելի շատ այդ կողմն է գնում եւ նվագում եմ ազգային նվագարանի վրա, մտածում եմ ինչպես համատեղել, այսինքն եվրոպական ինչ-որ այդ կողմը հայկականի հետ ու փաստորեն ինձ մոտ ստացվեց, որովհետեւ ես երբ որ փորձում եմ այդ ձեր ասած ռիլերը նկարել, ես նախ պետք է պատկերացնեմ ինչպես է լինելու իմ հագուստը, որտեղ եմ նկարելու, ինչ երաժշտություն եմ նվագելու եւ կանոնով մատուցել համաշխարհային հիթեր կամ ճանաչված երաժշտություն։ Իհարկե կան արտիստներ, ովքեր անում են, բայց ըստ իս ես մի փոքր ուրիշ կողմ եմ տարել այդ ամեն ինչը, որովհետեւ ինձ մոտ ավելի շատ էսթետիկան է, այսինքն տեսականն է, ինձ մոտ ավելի շատ պետք է լինի ամեն ինչ համահունչ, եւ տեսարանը, եւ հագուստը, եւ երաժշտությունը, եւ կանոնը իմ ամենասիրելի գործիքներից մեկն է այս պահին, որովհետեւ բայց ժամանակին չէիք սիրում։ Ժամանակին չէի սիրում, բայց քանի որ հենց այդ գործիքն է ինձ տվել այս հայտնությունը, այս ամեն ինչ, այս կյանքը հենց գործիքի շնորհիվ եմ ես ձեռք բերել, շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ հենց այդ ուղղության վրա են տարել։ Երկար եք պատրաստվում ռիլերին, ինչ որ թիմ է հատուկ աշխատում, երբ որոշում եք գնալ ինչ որ մի երկիր, ձեզ հետ կանոնը տանում եք միանգամից եւ այնտեղ եք ամեն ինչ պլանավորում, թե արդեն պլանավորած մեկնում եք։ Արդեն պլանավորած մեկնում եմ, նախ արդեն ունենում եմ location-ը, այսինքն որտեղ որ պետք է նկարեմ այդ տեսահոլովակը, նախապես ձայնագրում եմ մեղեդին, նախապես պատրաստում եմ հագուստները եւ արդեն մի քիչ դժվար է այդ կանոնով ճամփորդելը, որովհետեւ դե ծանր գործիք է, մեկ չեն թողնում ինքնաթիռում կամ ինչ որ խնդիրներ առաջանում, բայց ես համառորեն միշտ հաղթում եմ ու միշտ ինձ հետ տանում եմ, երբ որ արդեն լինում եմ տարբեր երկրներում, արդեն որոշում եմ տեղանքը, որտեղ որ պետք է նկարեմ ու իհարկե զբոսաշրջիկները մեծ հիացմունքով նայում են ու հարցնում
նվագում են գործիքից ու ես իհարկե հպարտորեն ասում եմ, որ սա հայկական գործիք է ու ես հայուհի եմ ու նվագում եմ համաշխարհային հիթեր իհարկե երբ որ գնում ես Ռոմ կամ չգիտեմ Իսպանիա չես կարողանում տանել ու նվագել հայկական շատ ավելի գեղեցիկ են մատուցել իրենց երաժշտությունը եւ երբ գալիս եմ Հայաստան որը որ այդքան էլ հաճախակի չի լինում բայց իհարկե ես պաշտում եմ մեր երկիրը ու գալիս եմ այստեղ ու նկարում եմ իհարկե տեսանյութեր արդեն մեր հայկական սարերում, մեր չգիտեմ տեսարժան վայրերում ու այդ ժամանակ բնականաբար կատարում եմ մեր հայկական իմ ամենասիրելի մեղեդիները։ Որն է ամենասիրելի մեղեդին։ Ունեք top 3 օրինակ։ Շատ ունեմ։ Իրականում top 3-ի մեջ կնշեմ Կարեն Սևակի տարազը որը վերջերս հենց իրենց կատարել է շատ գեղեցիկ է շատ գեղեցիկ ստեղծագործությունը ու ըստիս կանոնով այն իրոք շատ հայկական է հնչում Շատ լավ ինչպես որոշեցիք ստեղծել այսպիսի յուրահատուկ կոնտենտ ուղղակի նստած էիք մի օր եւ որոշեցիք որ ես պիտի վերցնեմ կանոնը շրջագայեմ աշխարհով մեկ ստեղծեմ այս կոնտենտը որովհետեւ իսկապես յուրահատուկ է իրականում դա միանգամից չի եկել է ժամանակի ընթացքում այո Դե ես Դուբայում մասնակցում էի տարբեր միջոցառումների, ինձ հրավիրում էին տարբեր բրենդների միջոցառումներին, աշխատել եմ շատ հայտնի բրենդների հետ, թե զարդերի, թե մեքենաների, թե հագուստների, կարող եմ մի քանիսը թվարկել, Cartier, Alexander McQueen, Ferrari, Rolls-Royce ու շատ են նման բրենդները։ Երբ որ աշխատում էի նման բրենդների հետ ու անպայման համապատասխանեցնում էի իմ արտաքին իմ հագուստը այդ դեկորացիայի հետ, հենց իվենթի, այսինքն թեմատիկայի հետ ու այդպես ինձ մոտ երբ որ տեսանյութերը տեղադրում էի համերգներից կամ ելույթներից, այդպես ինձ մոտ միտք առաջացավ, որ կարելի արդեն սկսել ոչ միայն ելույթների ժամանակ, այլ նաև գնալ ինչ-որ գեղեցիկ վայրեր, տեսարժան վայրեր ու նկարել նման գեղեցիկ տեսանյութեր։ Ձեր հագուստների հեղինակը ինքներդ եք։ Իհարկե։ Դուք ամեն ինչ անում եք միայնակ։ Ամեն ինչ անում եմ միայնակ։ Բայց շատ լավ է ստացվում իդեպ։ Շատ շնորհակալ եմ։ Բելակ պատմեք մի փոքր նաև ինչպես ստացվեց համագործակցությունը Auzer-ի հետ, որովհետև դա պայթեցրեց համացանցը, որովհետև բոլորը անդադար խոսում էին եւ շատ հպարտ էինք, որ տեսանք ինչպես ստացվեց համագործակցությունը։ Շատ պատահական ստացվեց իրականում, ես գիտեի, որ այս հարցը լինելու է։ Անհնար է այս հարցը չլինի, ուրեմն մի քանի տարի առաջ, երբ նոր էի տեղափոխվել Դուբայում ու նոր ինչ-որ տեսանյութեր էի հրապարակում, հայկական ամսագրերից մեկից հարցազրույց էի առաջարկ էի ստացել ու այդ հարցազրույցի ժամանակ մի հատ կետ կար, որը որ հարցնում էր ով է այն արտիստ, ում հետ կցանկանաք միասին նվագել կամ մեկ բեմում հայտնվել ու ես նշել էի Auzer-ին։ Այն ժամանակ ինձ համար ուղղակի երազանք էր հայտնվել իր համերգին։ Ու 2023 թվականի դեկտեմբերն էր, նոյեմբերի վերջ ավելի ճիշտ, ինձ ոնց ասեմ, ամեն արտիստի մոտ լինում է, երբ որ քո մտքերի մեջ, քո մոտիվացիայի մեջ չունես ոգևորություն ու ինչ որ այսպես կրիզիս է քո մոտ։ Ու ինձ մոտ այդ շրջանն էր, որ չգիտեի ինչ անեի, որ այլ ավելի հետաքրքիր դարձնեի թե իմ կյանքը, թե իմ աշխատանքը, թե իմ մասնագիտությունը ու այդ ժամանակ տեսնում եմ, որ Auzer-ը գտնվում է Դուբայում ու ուղղակի միտք է առաջանում ստացվեց, չստացվեց, դե մեկ այլ անգամ կստացվի ու ես նամակ եմ ուղարկում մեկ ժամ անց պատասխան եմ ստանում որ Auzer-ը համաձայն է որովհետև երբ որ ստուգել է իհարկե փորփրել է իմ տեսել է որ շատ հետաքրքիր օրինակ գործիք եմ նվագում ու իհարկե տեսքն էլ շատ կարևոր էր բնականաբար ու հագուստները նրանք համաձայնել է ու ինձ մի հատ տեսանյութ է ուղարկում, որ թե ես եմ իհարկե առաջարկում, թե որ գործը միասին կատարենք ու ինքը ասում է, թե որ մասը ես եմ նվագելու, որ մասը ինքն է նվագելու ու այդպես մենք ձայնագրում ենք մեղեդին ու հանդիպում ենք ու նկարում ենք մեր առաջին տեսահոլովակը։ Բայց դա շարունակական բնույթ կրեց նաև։ Իհարկե մեր առաջին երգի անունն էր Historia de un amor, որը որ թարգմանաբար նշանակում է սիրո պատմություն։ Ու մենք որոշում ենք, որ մեր շարքը լինելու է սիրո պատմություններ տարբեր լեզուներով, տարբեր ազգերից ու մոտ ունենք երևի 6-7 տեսահոլովակ արդեն միասին ու հենց իր էջում էլ մեր միասին տեսահոլովակներ ունեին ամենաբարձր արձագանքը
ու իր էջում միակ ամենաշատ դիտումներ հավաքած տեսանյութը դա մեր միասին կատարած սիրո պատմությունն է։ Շատ լավ, նշեցիք, որ հարցազրույցներից մեկում եք նշել, որ ցանկություն ունեք Հաուզերի հետ նվագելու, հիմա նույն հարցը ես տամ, որ տեսնենք գուցե եւ ստացվի այնպես, որ մեր այս հարցազրույցից հետո ստացվի եւ եւս մեկ արտիստի հետ ունենanak, ում հետ էլ կցանկանայիք ունենալ դուետ։ Այ այս Սիրելի Բելա, փոքր դժվար է, որտեղ ամենաառաջին պլանը Հաուզերներ դա իրականացավ։ Ինձ թվում է նախ արդեն կպատկերացնեմ երևի օրկեստրների հետ, չգիտեմ եթե լսել եք Անդրեյի մասին։ Շատ կուզենամ իր նվագախմբի հետ ելույթ ունենալ։ Դե մեծ հույս ունենանք, որ հաջորդ անգամ գաք մեր տաղավար, դրա մասին էլ խոսենք, թե ինչպես ստացվեց համագործակցությունը։ Շատ լավ, անցում կատարենք նաև արդեն ձեր մենահամերգին, որ տեղի ունենալու մայիսի 17-ին, ինչ է սպասվում հանդիսատեսին, Բելա ջան, եւ ով առաջարկեց, որ ունենաք նման մենահամերգ առաջին անգամ եւ հայ հանդիսատեսը ունենա հնարավորություն վայելելու ձեր ստեղծագործությունները։ Շատ լավ, ես արդեն առաջարկներ էի ստանում Եվրոպայից համերգներ ունենալու հետ կապված, բայց ինձ մեջ, իմ սրտի մեջ դրված էր, որ առաջին համերգը լինելու պետք է սկսվի, առաջին մենահամերգը հենց Երևանից, պետք է սկսվի հենց Հայաստանից։ Ես անցած տարի, երբ որ Հայաստանում էի, ուղղակի հանգստանում էի, այդպես միտքը առաջացավ ու իհարկե կազմակերպիչների հետ խոսեցի, ովքեր որ իմ համերգով հիմա զբաղվում են ու որոշեցինք, որ իմ համերգը լինելու է ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ համատեղ, լինելու է Երևանում Արամ Խաչատրյան համերգասրահում եւ ծրագրում լինելու են տարբեր ազգերի երաժշտություններ, բայց իհարկե մենք պահում ենք մեր հայկականը։ Այսինքն ձեր հայրիկն էլ է լինելու։ Հայրիկը լինելու է նվագախմբում, այո։ Ահա, իսկ ինչպես է հայրիկի հետ աշխատելը, արդյոք բարդ է, որովհետեւ բարդ չի։ Բարդ չի։ Իսկ պահանջկոտ է։ Հա, պահանջկոտ է իհարկե, բայց հայրիկս արդեն ինձ շատ է վստահում ու երբ որ արդեն փորձերը կատարեցինք նվագախմբի հետ ու ամեն ինչ շատ լավ է ընթանում, ինքն էլ արդեն հանգիստ, հայրիկի հետ շատ հանգիստ է ամեն ինչ։ Շատ լավ, որ երկրների լսարաններն են ամենաշատը ուշադրություն դարձնում կանոնին, առհասարակ այդ մասին մտածել եք։ Իհարկե, ինձ մոտ ամենաշատ հետևորդներն են հենց արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից, որովհետև չգիտեմ, ոչ բոլորին է հայտնի, բայց կանոնը շատ մեծ տարածում ունի ոչ միայն Հայաստանում ու համարվում է ազգային նվագարան ոչ միայն Հայաստանում, այլ համարվում է ազգային նվագարան արաբական երկրներում, Իրանում եւ մեր հարևան երկրներում։ Շատ լավ։ Ինչ խորհուրդ կտայիք երաժիշտ երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն իրենց տեղը գտնել համաշխարհային բեմերում, որովհետև դուք արդեն բավականին այսպես ակտիվ կերպով եք համաշխարհային առհասարակ բեմերում եւ հետաքրքիր կլինի լսել ձեր խորհուրդը նրանց, այն մարդկանց, ովքեր որ հիմա մեզ լսում են։ Շատ լավ։ Մի փորձեք նմանվել որևէ մեկին, իհարկե ոգեշնչվեք, բայց միշտ ունեցեք ձեր իսկ ոճը, ձեր իսկ ոնց ասեմ, ուղղվածությունը, որովհետև օրինակ կանոնով դեռ ոչ մեկ նմանատիպ բաներ չէր արել ու հիմա շատ կուզեմ, որ մեր փոքրիկները իհարկե ոգևորված են, մայրիկները ինձ գրում են, որ իմ աղջիկը ձեզանից ոգևորվել է, ուզում է գնալ կանոնի ու ես շատ ուրախանում եմ ու հպարտանում եմ, ուզում եմ, որ այս փոքրիկ ճուտիկները անպայման ունենան իրենց ոճը, իրենց չփորձեն որևէ մեկին նմանակվել։ Դա որովհետև շատ կարևոր է, որ ունենան անպայման իրենց ուղղվածությունը, իմանան իրենք ինչ են ուզում։ Մանկության տարիներին երբևէ մտածել եք, որ նման կերպով կդասավորվի ձեր կյանքը։ Երբևիցե չեք մտածել, որովհետև ասում են, չէ, ամեն ինչ գալիս է մանկությունից, երբ մանկությունից սկսում ես երազել, մտածել, պլանավորել եւ գալիս է ինչ-որ մի էտապ, երբ հետ ես նայում, մտածում ես, որ ես որ մտածում եի, փաստորեն մանիֆեստը աշխատեց։ Իրականում աշխատեց, բայց աշխատեց էլ ավելի լավ, քան ես պատկերացնում էի, որովհետև իհարկե փոքրուց երազել եմ հայտնի լինել, ինչ-որ համաշխարհային բեմերում նվագել, ուզում էի հայտնի լինել, որ բոլորը ինձ ճանաչեն, բոլորը ինձ սիրեին, իմանային իմ անունը։ Հիմա դա այդ ամեն ինչը կատարվում է, բայց մի
ոնց ասեմ, 3-4 տարի առաջ նույնիսկ պատկերացում չունեի, որ իմ կյանքը կարող է այս կերպով շարունակվել։ Իհարկե դժվարություններ շատ եմ ունեցել իմ ճանապարհին, բայց ես չեմ սիրում այդ դժվարությունների մասին խոսել, որովհետև ոչ մեկի չի հետաքրքրում քո անցած ճանապարհը, բոլորին հետաքրքրում է թե դուք ինչպես եք հասել ինչ-որ հաջողության։ Իհարկե երազել եմ, միշտ ուզեցել եմ լինել հայտնի, բայց Փառք Աստծո, շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ որ ունեմ։ Իհարկե, այդ ամեն ինչը չի եկել ու ինչ որ մեկի կողմից տրվել ինձ, ես շատ մեծ աշխատանք եմ տարել այս կետին հասնելու համար ու իհարկե ես երբեք չեմ ստոպ տալու, այդ ամեն ինչը դեռ շարունակվելու է։ Կան ինչ-որ ծրագրեր, որոնց մասին այս պահին կցանկանայիք խոսել եւ կիսվել մեր ռադիոլսողների հետ։ Նախ եւ առաջ ուզում եմ շատ հոյակապ անցկացնել իմ մենահամերգը, որը եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ տեղի ունենալու մայիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Դրանից հետո արդեն ասեցի, որ արդեն հրավերներ ունեի Եվրոպայից, տարբեր քաղաքներից Եվրոպայի մենահամերգներ ունենալ։ Այն երբ որ արդեն ավարտեմ իմ առաջին մենահամերգը Երևանում, արդեն կմտածեմ այդ ուղղությամբ։ Շատ լավ, ո՞րն է ձեր ամենամեծ երազանքը որպես երաժիշտ, որը դեռ իրականացրած չեք իրականացրել։ Որպես երաժիշտ ամենամեծ երազանքը իհարկե խաղաղությունն է, բայց որպես երաժիշտ, որ մարդիկ մի քիչ դուրս կան այդ ոչ հաճելի մեղեդիներից եւ ոչ հաճելի երաժշտություններից, չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործել, բայց ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ երաժշտությունը շատ կարեւոր է մեզ բոլորիս, մեզ բոլոր ազգերիս ու մարդկությանը կապում է մշակույթն ու երաժշտությունը, չէ՞։ Մեր հայկականը ուզում եմ, որ չմոռանա, անպայման պահպանեն, ինչքան էլ իհարկե ձգտում ենք դուրս գալ հայկականից ու նմանվել տարբեր ազգերին, լսում ենք իհարկե ես ինքս շատ սիրում եմ արտասահմանյան մեղեդիներ ու ինքս լսում եմ, բայց երբ որ մեր հայկականն եմ լսում, իմ սրտի մեջ մեկ ուրիշ ինչ որ, չգիտեմ, թիթեռնիկներ են սավառնում, որովհետև ախր ոնց ինչպես կարելի է չսիրել հայկականը։ Ուզում եմ, որ բոլորը հիշեն, որտեղից ենք մենք եկել։ Մենք ամենաշատ պատմություն ունեցող երկրներից մեկն ենք, չէ՞։ Եթե ոչ առաջինը, ամենահին մշակույթ ունեցող պետություններից մեկն ենք ու հիմա երբ որ նայում ենք տարբեր ազգերին, մեզ մոտ ոնց որ մենք ամեն ինչ ունենք, բայց նաև միևնույն ժամանակ ոչինչ չունենք։ Ուզում եմ, որ չմոռանանք մենք որտեղից ենք եկել։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ հաճելի զրույցի համար։ Շնորհակալ եմ, որ ունեցա հնարավորություն խոսելու ձեզ հետ, որովհետև դուք շատ հաճելի զրուցակից եք։ Եվս մեկ անգամ սիրելի ռադիոլսողներ, ուզում եմ հիշեցնել, որ Բելլա Պապիկյանը մայիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ հանդես կգա իր մենահամերգով եւ կարծում եմ սա կլինի շարունակական։ Հուսով եմ։ Շատ լավ, ձեզ ցանկանում եմ որ համերգը անցնի այնպես ինչպես որ մտածել եւ պլանավորել եք, մեծ հաջողություններ։ Մշտապես կսպասենք ձեզ մեր տաղավարում։ Շատ շնորհակալ եմ ձեր տաղավարում հյուրընկալելու համար եւ ձեզ էլ մաղթում եմ անխապ եթերներ։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ նաեւ ձեզ ելի ռադիո լսողներ, լավ եղեք, կհանդիպենք։